Հայկական բարեգործական ընդհանուր միության հանդիսությունների դահլիճում կազմակերպվել էր կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանի և Մարիամ Եգորյանի «Շուշի ամեն» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը։ Ի թիվս այլ հանդիսատեսների դահլիճում էին Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը և Շուշիի Սուրբ Ղազանչեցոտ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեասը։ Ռեժիսոր Ռուբեն Գևորգյանի «Հայոց Արևելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի 6-րդ ֆիլմը վարպետի մահից հետո 2021 թվականին ավարտին է հասցրել նրա ուսանողուհին, երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Եգորյանը։ Կարծում եմ ամենամեծ գնահատականն էր, որ ես կարող էի ունենալ, թե որպես սան, թե որպես ռեժիսոր, որ վստահվեց ինձ այս աշխատանքը։ Հեշտ չէ շարունակել վարպետի աշխատանքը, որը ստեղծագործական մեծ պատասխանատվություն էր պահանջում։ Նաև արցախյան հերոսամարտի, Շուշիի ազատագրմանը մասնակցած հերոսների մասին պատմություններն էր պարտավորեցնում երիտասարդ ռեժիսորին։ Նոյեմբերի 9-ից հետո նրան հանգիստ չի տվել այն հարցը, թե ինքը ինչ կարող է անել Շուշիի համար, Արցախի համար, եւ հենց այդ օրերին Ռուբեն Գևորգյանի այրին Այդա Ահարոնյանն առաջարկել է տարիների ընթացքում նկարահանված ու հավաքագրված փաստագրական նյութը իմի բերելով շարունակել Հայոց Արևելից կողմերի պատմություն Արցախ ֆիլմաշարը։ Կուրսը ընտիր երեխաներ էին, բայց Մարիամը ինչ-ինչ պատճառներով չկարողացավ ավարտական լավ ֆիլմ նկարել։ Ու անդադ ամուսինս մտահոգ էր, ասում էր Մարիամը կարող է, հնարավորություն չուներ։ Ու ես չգիտեմ, ընտրեցի Մարիամին ու ստացվեց։ Իրոք շնորհքով տեղը տեղին ամեն ինչ արեց։ Այդ հատական բախումն էր, Շուշին այլվում էր։ Ֆիլմում Շուշիի հայկականությունը հաստատող փաստերը ներկայացնում են ճարտարապետության դոկտոր պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանը, պատմական գիտությունների դոկտորներ Համլետ Պետրոսյանը, Գևորգ Տեր-Վարդանյանը, 1989-2021 թվականներին Արցախի թեմի առաջնորդ պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Շուշի քաղաքը, երբ որ քարի տակից նայում ես, կամ Երևանյան փողոցով գալիս ես, մեծ քարի շերտ է։ Եվ մեր ժողովուրդը ասում է քարագլուխ, որտեղ տակը գլուխ կա, քարին տակ է, այդ քարագլխի տակն է։ Շուշի ամեն ֆիլմը մասնակցել է Մենշովի «Победили вместе» վավերագրական ֆիլմերի հեղինակավոր փառատոնին, Սրիտենսկու անվան ուղղափառ երիտասարդական փառատոնին։ Ֆիլմը մի քանի անգամ ցուցադրվել է Երևանում, Տորոնտոյում, Լոս Անջելեսում եւ ամեն օր բարձրաձայնել պատմական Շուշիի իրական տերերի այնտեղ ստեղծված հայկական մշակույթի մասին։ Պաշտպանական ամրություն էր, որը հետագայում պարզպապատվելով դարձել է վարանդային մելիքության նշանավոր բերդերից մեկը։ Երբ ֆիլմը անում էինք, ճիշտ է Արցախը վիրավոր էր, բայց ամբողջովին ընկած չէր։ Կային եկեղեցիներ, որոնք որ ժամանակի ընթացքում ավերվել են եւ այդ եկեղեցիները տեխնոլոգիաների շնորհիվ, եռաչափ անիմացիայի շնորհիվ կարողացանք վերակառուցել եւ վերականգնել վիզուալ տեսքը, որպեսզի հանդիսատեսը պատկերացում կազմի, թե ինչպես է եղել այդ եկեղեցիների ճարտարապետությունը։ Պատմական փաստերի մասնագիտական վերլուծություններից բացի ֆիլմը եռաչափ մոդելավորմամբ ներկայացնում է խորհրդային տարիներին Շուշիում ադրբեջանցիների ոչնչացրած 4 եկեղեցիները՝ Կուսանած վանքը, Ագուլեցվոց եւ Մեղրեցոց եկեղեցիները, Գեորգի Պաբեդանոսեց ռուս-հունական ուղղափառ եկեղեցին։ Բացառիկ վավերագրական կադրերով ներկայացված են նաև Ղազանչեցոտ Սուրբ Ամենափրկիչ եւ Հովանես Մկրտչյանու նկրող կանաչ ժամ եկեղեցիները։ Ֆիլմը ավարտվում է հարցականով։ Մենք ուղղակի մի բան ունենք, մենք անպայման վերադառնալու ենք Շուշի եւ Շուշին եւ մնացած բոլոր ֆիլմերը, որ արվում են, նպատակ ունեն, մի նպատակ ունեն վերադառնալու։ Մենք չպիտի կորցնենք մեր հիշողությունը եւ ամենակարևորը, եթե մոռացանք անցյալը, ապագա չենք ունենալու։ Երբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիները գրավեցին Շուշին, ապա Արցախը նրանք առաջին հերթին սկսեցին ոչնչացնել մեր մշակույթը եւ դրա քարեղեն վկայություն հանդիսացող վանքերն ու եկեղեցիները։
Դա խոսում է այն մասին, որ միայն մշակույթը կարող է փաստել Շուշիի եւ Արցախ աշխարհի աներկբա հայկականության մասին, եւ ոչնչացումից փրկված բացառիկ կադրերն ու փաստաթղթերը Շուշիի հերոսամարտի մասին պատմող վավերագրությունները մեկ անգամ եւս կարեւորված են այս ֆիլմում պատմական անհերքելի իրողությունները ներկայացնելու եւ արդարությունը վերականգնելու համար։ Լիաննա Չիչակյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։